Կապան հասնելու համար ճանապարհը սովորաբար երկար է, ոլորաններով լեռների միջով ուտևում է ժամեր, բայց տևական ժամանակ է Կապան կարելի հասնել մոտ 1 ժամում ինքնաթիռով։ Սա պարզապես թռիչք չէ, Կապանի օդանավակայանի վերագործարկմամբ Հայաստանի հարավը նորից հայտնվել է օդային քարտեզի վրա։ Ներկայումս օդանավակայանը սպասարկում է բացառապես ներքին չվերթներ։ Ներկա ռեսուրսներով, ներկա աշխատակազմով այն հնարավորություն ունի սպասարկելու ժամում մինչև 50 ուղևոր։ Աերոնավիգացիայի գործընկերների հետ Սյունիքում տեղադրվել են համապատասխան նավիգացիոն սարքեր, որը հնարավորություն է տալիս էականորեն կրճատել թռիչքների չեղարկման հավանականությունը։ Ավիացիան այն ոլորտն է, որտեղ վերջի խոսքը միշտ պատկանում է բնությանը, այսպես ասած։ Հաշվի առնելով, որ Սյունիք օդանավակայանը Կապանի ինքը բարդ օդանավակայանների շարքին է դասվում, որը մեծապես կախված է արդեն իսկ եղանակային բարենպաստ պայմաններից։ Մեր մոտ չվերթները չեղարկվում են բացառապես եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով։ Այլ չեղարկման դեպքեր մենք չենք ունեցել։ Երբ եղանակը թույլ է տալիս, ինքնաթիռը Սյունիք հասնելու ճանապարհը դարձնում է զգալիորեն ավելի կարճ, իսկ թռիչքի տոմսերը մեծ պահանջարկ ունեն եւ բավական արագ սպառվում են։ 25 թվականի ապրիլ ամսից սկսած մեր մոտ չվերթները իրականացվում են շաբաթական 5 չվերթով, իսկ վերջերս էլ արդեն դարձրել ենք շաբաթվա մեջ երկուշաբթի եւ ուրբաթ օրերը օրական 2 չվերթով ենք իրականացնում չվերթներ։ Ու հաշվի առնելով տենդենսը գուցե եւ անցնենք յուրաքանչյուր օր 2-ական չվերթների։ 20,000 դրամը շատերի համար կարող է թվալ բարձր, սակայն օդանավակայանի տնօրենի ներկայացմամբ այդ գինը հնարավոր է պահպանել սուբսիդավորման շնորհիվ։ Մենք իրականացնում ենք 20,000 դրամով թռիչքներ, որը հնարավոր է կատարել այդ գնով բացառապես Զանգեզուրի բանձամոլիբդենային կոմբինատի սուբսիդիաների շնորհիվ։ Երևան-Կապան, Երևան չվերթն իրականացնելու համար L410-ը ծախսում է մոտավորապես 500 կիլոգրամ ավիավառելիք։ Ներկայում այդ գինը կազմում է մոտ 400,000 դրամ։ Հետևությունները թողեմ ձեզ, այսինքն եթե մենք ամբողջությամբ նույնիսկ 17 ուղևոր գա եւ 17 ուղևոր հետ վերադառնա, երևի մոտ 740,000 դրամ է կազմում այդ գինը, որից 400,000 դրամը արդեն իր վառելիքի գինն է։ Հաշվի առնել նաեւ երկու օդանավակայանների ծառայությունները, օդանավի մաշվածություն, աշխատակազմ, ռեսուրսներ եւ լիքը այլ բաներ, ինքը բիզնես գործունեության հետ առնչություն չունի, սա բացառապես սոցիալական պրոյեկտ է։ Թեև այսօր օդային կապը Կապանի համար ավելի շատ սոցիալական նշանակություն ունի, բայց օդանավակայանի ապագայի մասին խոսելիս այստեղ մեկ այլ հնարավորություն է առանձնացվում միջազգային չվերթները։ Նման գործընթաց քննարկվում է կառավարության հետ համատեղ, մեր գործընկերների հետ համատեղ ակտիվ բանակցություններ են տարվում։ Կապանի օդանավակայանը մեծամասամբ պատրաստ է։ Որոշակի սերտիֆիկացիոն անցնելուց հետո պատրաստ է ընդունել միջազգային չվերթներ։ Կա որոշակի ներդրումներ, որ պետք է իրականացվեն, որպեսզի համապատասխանեն միջազգային օդանավակայանի ստանդարտներին, նախագծվել է որպես միջազգային, անհրաժեշտ է ուղղակի մի քանի ծառայություններ ներգրավել, օրինակ մաքսային եւ սահմանային, մաքսային վերահսկողության եւ սահմանային հսկողության անցակետեր ներդրվեն օդանավակայանում։ Խորհրդային շրջանում Կապանի օդանավակայանի թռիչքուղին ունեցել է 1450 մետր երկարություն, բայց 2023-ին, երբ այն վերակառուցումից հետո բացվեց, թռիչքուղին երկարել է մինչև 1750 մետր, ինչը Սյունիք օդանավակայանին տալիս է ավելի մեծ ինքնաթիռներ ընդունելու հնարավորություն։ Մասնավորապես ATR 72, որի տարողունակությունը մինչև 72 ուղևոր է։ Այդ պարագայում մենք կարող ենք թռիչքներ ընդունել եւ սպասարկել ռեգիոնի բոլոր պետություններում, Ռուսաստանի հարավ, Վրաստան, Պարսկաստան։ Օդանավակայանի տնօրենը նշեց, ներկայումս ներքին չվերթներ իրականացնելու դեպքում սա բիզնես նախագիծ չի կարող դառնալ, իսկ միջազգային չվերթների պարագայում այդ հնարավորությունը կա։ Այսօր Կապանի օդանավակայանը Երևանն ու Սյունիքը կապող ամենակարճ ճանապարհն է, ինչպես նաև սա հիանալի հնարավորություն է թռչնի թռիչքից տեսնել ու վայելել Հայաստանը, հատկապես Սյունիքի հիանալի բնությունը։ Գայանե Գաբոյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։